Սաղմոս երկրորդ, Աստծոն դրած թագավորը։ Ինչու են խռովություն անում հեթանոսները և ազգերը ունայն են մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա օծյալի դեմ ասելով. կոտրենք նրանց կապանքները և նրանց չվաները դեն նետենք մեզնից։ Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց վրա։ Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց ասելով. Ես օծեցի իմ թագավորին, իմ սուրբ Սիոն լեռան վրա, պիտի հայտարարեմ հրամանը, Տերն ասաց ինձ, դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Խնդրիր ինձանից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ, և երկրի ծայրերը քեզ ունեցվածք։ Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց։ Արտով թագավորներ, խոհեմացեք, խրատվեցեք, ով երկրի դատավորներ, վախով ծառայեք Տիրոջը և դողալով ցնցացեք, որդուն համբուրեցեք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։